Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջված հայտնվել Մարմարի գետի մյուսափին, տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում։ Վթարի հետևանքով մոտոցիկլավարին առաջին օգնության է հասել նրա կինը, որը մեկ այլ մոտոցիկլետով է եղել։ Վթարի ենթարկված մոտոցիկլավարին տեղափոխել են Հրազդան բժշկական կենտրոն։ Ճանապարհին մոտոցիկլավարը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է մահացած ինքնությունը։ Հայաստանը ռուսաստանցիների համար նոր տարվա տոնական օրերն անցկացնելու ամենապահանջված ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է տուրիստական գործակալությունների դաշինք ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսա Մկրտչյանը։ Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելարուսը բնականաբար այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը, պատասխանել Մկրտչյանը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց ամանորյա արձակուրդների համար, բացատրելով, որ ավելի հեռավոր երկրների ընտրությունը կախված է բնակության սկզբնական վայրից՝ արևելյան թե արևմտյան Ռուսաստան։ Կատարի մայրաքաղաք Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարից առաջ կայացել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համարը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը եւ նույն քաշային կարգի 6-րդ համարը Նոր Զելանդիայի ներկայացնող Դեն Հուկերի միջև հայցքների առաջին մենամարտն է տեղի ունեցել։ Ծառուկյանի եւ Հուկերի միջև մենամարտը լինելու է UFC Fight Night 265-ի գլխավոր իրադարձությունը, որը կկայանա նոյեմբերի 22-ին Երևանի ժամանակով 22:00-ին։